Բարև ձեզ։ Երևի սկսենք ամենակարևոր թեմայից հայ-ռուսական հարաբերություններ, վերջերս մի երկու օր առաջ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան խոսակցությունը, հեռախոսազրույցը, եւ պետք է նշել, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Մի քանի կարևոր հանգամանք կա այստեղ նշելու, որովհետեւ երբ նայում ես երկու երկրների մամուլի ղեկավարների մամուլի հաղորդագրությունները, էական տարբերություններ ես նկատում, եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ խոսք է գնացել հայ-ռուսական հարաբերություն, առևտրական հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների մասին, նա շեշտադրում է արել, որպեսզի Պուտինը լուծի այն խնդիրը, որը առաջացել է հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման հետ կապված, որովհետև դրանք հակասում են այդ խոչընդոտները հայ-ռուսական պայմանագրերին, ԵԱՏՄ կարգավորումներին եւ այլն, սակայն երբ նայում ես Վլադիմիր Պուտինի մամուլի ծառայության հաղորդագրությանը, այնտեղ ընդամենը մեկ կետ է նշված, շատ լակոնիկ, բայց շատ կոշտ ոճով, այնտեղ գրված է, որ հեռախոսազրույցի ընթացքում եւս մեկ անգամ շեշտադրվել է, ընդգծվել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵԱՏՄ թե ԵՄ այդ ընտրության միջև, եւ դա այդ որոշումը ԵԱՏՄ-ի կողմից, որպեսզի դրանից հետո նա կարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել, տեղի ունեցել մայիսին, հիշում եք այդ խորհուրդը նիստի ժամանակ, երբ 4 երկրների ԵԱՏՄ անդամ ըստ էության Հայաստանի առաջ պահանջ պայման դրեցին, որպեսզի մինչև դեկտեմբեր նա կարող է կողմնորոշվի գնում ես ԵԱՏՄ թե գնում ես ԵՄ, սակայն երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի այդ մամուլի ծառայության հաղորդագրությանը, այնտեղ նշվում է, որ առարկայական խնդիր ըստ էության չկա այդ հանրաքվեն անցկացնելու համար, որովհետև Հայաստանը պետք է հայցով դիմի ԵՄ-ին Եվրամիության անդամակցելու համար, որպեսզի դրանից հետո արդեն առաջանա հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։ Սակայն սա ուղղակի շատ մանր կարգի կներեք բառիս համար ժուլիկություն է հայկական կողմից, որովհետև եթե դու նման խնդիր չէիր դնում, որևէ տրամադրվածություն չկա, ապա ինչով է պայմանավորված Եվրամիությանը անդամագրվելու մասին օրենքը, որը ընդունվել է ազգային ժողովի կողմից։ Ձեզ ինչն էր դրդում, որպեսզի դուք նման օրենք ընդունեիք եւ ունենայիք այնպիսի խնդիրներ, ինչպիսին ունեք հիմա արտահանման հետ կապված, այնպիսի խնդիր, որը տնտեսությունը տանում է կոլապսի։ Երկրորդ, ձեզ ինչն է դրդում անել հայտարարություններ հակառուսական բնույթի ԵՄ-ին անդամակցելու հետ կապված, երբ որ ըստ էության Եվրոպական միությունում ձեզ որևէ մեկը չի սպասում, ձեզ նման առաջարկ չի եղել, հարաբերությունների սերտացման հետ կապված միշտ էլ եղել է, վարվել է այդպիսի քաղաքականություն, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք, բայց չի դրվել կամ-կամի քաղաքականությունը, այսինքն ոչ Ռուսաստանի կողմից, ոչ Եվրամիության կողմից, եղել է բալանսավորված քաղաքականություն, բայց դուք հասել եք այն բանին, որ արդեն ձեր քայլերով մոտիվացրել եք առնվազն կողմերից մեկին, որպեսզի ձեզ դնի կամ-կամի ընտրության առջև։ Ես կարծում եմ, որ կամ-կամի ընտրության առջև դրել է նաև Եվրամիությունը, Եվրամիության չինովնիկները, որոնք իրենց ոտքերը սրբած ունեն հայկական շահի, հայկական պետականության շահի վրա, իրենց հետաքրքրում է բացառապես Հայաստանը որպես հակառուսական մանրադրամ, ժողովրդական բառով ասած խուրդա։ Այսինքն նրանք Հայաստանը դիտարկում են որպես հակառուսական պլացդարմ, Ռուսաստանի դեմ թշնամական գործողություն իրականացնելու մի տիրույթ, եւ դրանով է, այսպես ասած, Հայաստանի արժեքը բարձր ֆոն դեր Լայնների, Կալասների եւ նմանատիպ այլ եվրաչինովնիկների համար։ Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում Հայաստանի տնտեսության վիճակը, հեռանկարային զարգացումը պետության, նրանց հետաքրքրում է, որպեսզի Հայաստանը անի քայլեր իր շահերին, իր ռազմավարությանը դեմ, սակայն
սպասարկի Եվրամիության շահերը հակառուսական ծիրի շրջանակներում։ Այստեղ տեղին է հիշել մի ասացվածք, որը վերագրվում է Բիսմարկին, բայց այդպես չէ, ասում է ես գիտեմ արջին բնից հանելու 1000 ձև, բայց չգիտեմ մի ձև, որը արջին կվերադարձնի իր որջը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մոտավորապես այդ վիճակում է հայտնվել, նա իր հակառուսական անիմաստ հակառուսական, ես կարող եմ այդպես ձևակերպել, ոչ մի բանով չտրամաբանված քայլերով ըստ էության հրահարել է ռուսական կողմին, ռուսական կողմը անցել է պատժամիջոցների կիրառմանը, հայկական ապրանքներ Ռուսաստան արտահանելու արգելքների տեսքով։ Դա վերաբերում է միրգ բանջարեղեններին, ձկանը, ալկոհոլին, մի խոսքով, այսինքն բոլոր գյուղատնտեսական այդ բարիկները, որոնք արտահանվում էին եւ վերամշակված գյուղմթերքը, որը արտահանվում է Ռուսաստան, ըստ էության կանգնել է կոլապսի առաջ, այդ տնտեսությունները կանգնել են կոլապսի առաջ եւ բոլորը պետք է իմանան, որ սրա հետևանքը, սրա պատճառը Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականությունն է, որը միտված է սպասարկելու ոչ թե Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերը, այլ միտված է սպասարկելու բացառապես Եվրամիության եվրաչինովնիկների հակառուսական շահերը։ Պարոն Մալխասյան, մի նկատառում, տեսեք, որ անընդհատ բղավում էր այս իշխանությունը, ինքնիշխանություն ենք բերել, ինքնիշխանություն ենք բերել, փաստացիորեն մենք տեսնում ենք, որ այսպես ասենք, ոտք ու ձեռք ընկած արդեն զանգում է, խնդրում է, որպեսզի այս հարցը լուծվի, բայց սրան զուգահեռ պարոն Սուրենյանցը այսօր մի հետաքրքիր նկատառում էր արել, շակերտներում աննախադեպ ինքնիշխանության մասին, երբ որ խոսում է այս իշխանությունը, փաստացիորեն երկու հանրաքվեի պահանջ, մեկը սահմանադրության փոփոխությունը, մեկը Եվրամիությանը միանալու եւ ԵԱՏՄ-ի հետ կապված դիրքորոշում արտահայտելու, երկու տարբեր մայրաքաղաքներից է պարտադրվում, մեկը Բաքվից, մեկը Մոսկվայից։ Խնդրեմ։ Գիտեք, ընդհանրապես ծիծաղելի է քննարկել Նիկոլ Փաշինյանի ասած ինքնիշխանությունը, անկախությունը եւ այլն, ակնհայտ է, որ այդ մարդը ինչ որ ասում է, դրա ուղիղ հակառակն է կյանքում տեղի ունենում, դա բազմաթիվ անգամներ ապացուցված է, հետեւաբար այս առումով, ասենք, լուրջ ընդունել մի մարդու հայտարարություն, որը տանուլ է տվել գրեթե ամեն ինչ եւ նրա խոսքերի մեջ ճշմարտությունը պետք է ուղղակի խոշորացույցով ման գալ, մի քիչ լուրջ չի։ Եվ այս համատեքստում այո հանրաքվեների պահանջներ բոլոր տեղերից դրված է, բայց կարևորագույն խնդիրը այստեղ տնտեսությունն է, որովհետեւ գոյություն չունի երկրագնդի վրա մի ինքնիշխան պետություն, որը տնտեսության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի։ Տնտեսությունը ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Երբ դու քո տնտեսությանը տանում ես կոլապսի, այդ դեպքում արդեն խոսել վերացական ինքնիշխանության մասին, ինքնիշխան հայտարարություններ անելու մասին, հայտարարություններ ով ասես կարող է անել, բայց դրա համար պատասխան տալ հետևանքները կրել արդեն ոչ բոլորը կարող են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը արել է հայտարարություններ, արել է քայլեր, մեր հայկական շահի տեսանկյունից չտրամաբանված, հիմա դրա հետևանքները կրում են տնտեսվարողները, գյուղացիները, վերամշակողները, լոգիստիկ համակարգում զբաղվածները, մի շարք ճյուղեր այդ ամեն ինչի հետևանքները կրում են։ Եվ եթե իրենք ուզում են պատասխան ստանալ, իրենք պատասխանը պետք է ստանան կառավարությունից եւ Նիկոլ Փաշինյանից, նրանցից պահանջեն, որպիսի կարողանան ապահովել այն ամենը, ինչ հմեկի եթերներով կամ իրենց սոցիալական ցանցերի էջերում հայտարարում են։ Նույն Գևորգ Պապոյանը, հիշում եք, հայտարարեց, որ լուծել են հայկական ձուկը Եվրոպա արտահանելու խնդիրը, երկրորդ օրը այդ ձկնաբուծական ֆերմաների աշխատողները արդեն հանրահավաք էին անում կառավարության դիմաց եւ Պապոյան Գևորգից պահանջում էին, որպեսզի նա տեր կանգնի իր խոսքերին, տեր կանգնեցին, չկանգնեցին։ Այդպես լինելու է բոլոր առումներով, դա խոսքը վերաբերում է թե միրգ բանջարեղենին, խաղողին, ալկոհոլին, կաթնամթերքին, բոլոր ինչ արտահանվում է, իրենք ասում են շուկաներ են գտել, բայց կատարյալ ստախոսություն է, եթե շուկաներ գտնեին, ապա Արարատյան դաշտավայրում ֆերմերները չէին հայտարարի, որ տոննաներով լոլիկ ուղակի փտում է այդ ծիլերի վրա։
Հիմա այս համատեքստում, քանի որ գնում է մեծ աշխարհաքաղաքական խաղ, Ռուսաստանը արդեն հստակ պահանջներ է դնում Հայաստանի առաջ կողմնորոշվելու, որովհետև երկու աթոռի վրա շպագատ իջնելը վերջի վերջո առաջացնելու էր ճողված մեջտեղից կիսվել եւ եկել է հիմա այդ պահը, որ կամ պետք է վերջնական ճողված կստանաս կամ կողմնորոշվես, թե որ աթոռի վրա ես նստելու եւ պատահական չէ, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից անմիջապես հետո ակտիվացան այն խոսակցությունները, որ Թուրքիան պատրաստվում է բացել Կարս Գյումրի երկաթգիծը, այնտեղ շինարարական աշխատանքներ պետք է սկսվեն, թե արդեն սկսվել են, տենդեր է հայտարարվել շինարարության համար, նաև ավտոմայրուղու հետ կապված, սա միտված է հայ հանրությանը հանգստացնելու, որ տեսեք, մենք հնարավոր է կորցնենք ռուսական ուղղությունը, ռուսական շուկան, բայց դուք կունենաք բաց սահման Թուրքիայի հետ, երկաթգիծ, ավտոմայրուղի, կապ Եվրոպայի հետ եւ այլն, բայց մի քիչ ավելի խորքային լուրջ մտածելու դեպքում պետք է հասկանանք, թե դա մեզ ինչ է տալու։ Միգուցե ավելի արագ կարելի է հասնել Հունաստան, բայց եթե վերլուծենք տնտեսական շահի տեսանկյունից, Հունաստան ավելի արագ կամ Եվրամիություն ավելի արագ հասնելը մեզ ինչ է տալու տնտեսական առումով։ Արդյոք Եվրամիությունը պատրաստ է սպառել հայկական գյուղմթերքը, վերամշակված գյուղմթերքը, ալկոհոլը, ձուկը եւ այլն։ Բնականաբար ոչ, նման բան չկա, չի կարող լինել, որովհետեւ եվրոպական շուկան խիստ պաշտպանված է, յուրաքանչյուր երկիր խստորեն պաշտպանում է իր շահերը։ Ես մեկ օրինակ բերեմ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ուկրաինական кейսը այս առումով։ Տեսեք, նախ Զելենսկին արդեն 6 տարուց ավել երևի ոտու ձեռ է ընկել Եվրամիությանը, թե մեզ ընդունեք Եվրամիություն։ Պատերազմից հետո հիշում եք հրապարակային ստորագրեցին այդ ռազմական գործողությունների այդ թոուբոյի մեջ, որ հայտ ենք ներկայացնում Եվրամիությունն անդամագրվելու, ինչ արեցին, ոչ մի բան չարեցին։ Այսինքն Ուկրաինան, որը միլիոնավոր զոհեր է տալիս, կորցնում է տարածքներ, հայտնվել է կատաստրոֆա, տնտեսությունը ընդհանրապես չկա, հայտնվել է կատաստրոֆայի մեջ, որևէ մեկը նրան Եվրամիություն չի ընդունում։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը ուկրաինական кейսի հետ դա այն է, որ հունգարացի, ռումինացի եւ լե ֆերմերները 1 տարի առաջ էր կարծեմ սկսեցին արգելափակել ուկրաինական գյուղմթերքով, ցորենով բեռնված բեռնատարները դեպի Եվրոպա։ Նրանք ասեցին, որ ուկրաինական գյուղմթերքի ներմուծումը եվրոպական շուկա վնասում է իրեն շահերին եւ նրանք թույլ չեն տա որ նման բան տեղի ունենա եւ հասան իրենց նպատակին։ Այսինքն, եթե Ուկրաինան, որը դարձել է հակառուսական գործիքների գործիքը, երբ նա իր պետական շահերը ոտնատակ անելով, միլիոնավոր զոհեր տալով, տարածքներ կորցնելով, չի կարողանում լուծել Եվրամիություն արտահանելու խնդիրը, ապա Հայաստանին ով է այնտեղ սպասում, ինչ խնդիր են լուծելու, որևէ մեկը թույլ չի տալու հայկական գյուղմթերքը այն ծավալներով, ինչ ծավալներով արտահանվում էր Ռուսաստան, արտահանվի Եվրամիություն կամ որևէ այլ երկիր, որովհետև գյուղմթերք այնպիսի բան է միրգ բանջարեղենը, որը ասենք երկար այդ տարածություններ հաղթահարել չի կարող, որովհետև փչացման վտանգ կա եւ իսկ ինքնաթիռով արտահանելու դեպքում արդեն առաջանում է բարձր ինքնարժեք, ինչը մրցունակ չի դարձնում այդ ապրանքները տվյալ շուկաներում։ Եվ երկրորդ կարևոր հանգամանք, այսինքն հասկանալի է, որ նույնիսկ տնտեսագետ պետք չի լինել, որպեսզի հասկանաս, որ Եվրոպայում ոչ հայերին են սպասում, ոչ հայկական պետությանն են սպասում, ոչ էլ հայկական գյուղմթերքին են սպասում։ Սա եթե ինչ-որ մեկը կփորձի ձեզ հակառակում համոզել, կամ գործից ընդհանրապես չի հասկանում կամ ինչ-որ բանով մոտիվացված է ձեր ուղեղները լվանալու, այդ հիշեք, միանշանակ է դա։ Երկրորդ կարևոր հանգամանքը, հիմա շատերը կսկսեն ուրախանալ, հպարտանալ, որ իրենց Նիկոլը, շատերը խոսքը վերաբերվում են Նիկոլ Փաշինյան ընտրողներին, բացեց հայ-թուրքական սահմանը, հիմա, ասենք, Հայաստանը տնտեսական բում է ապրելու։ Ես ուզում եմ հիասթափեցնել, հատկապես հիասթափեցնել Արարատյան դաշտի ժողովրդին, որոնք ինտենսիվ զբաղվում են գյուղատնտեսությամբ, Արարատյան դաշտի տնտեսությունը, գյուղատնտեսությունը փլուզվելու է։
Եթե այն պայմաններով, ինչ պայմաններ հիմա կան, այս կառավարությունը, որ ընդհանրապես չի կարողանում տնտեսական կարգավորումներ տալ ի նպաստ հայ արտադրողի, հայ գյուղացու, Ռուսաստանի օրինակը դրա վառ վկայությունն է, երբ թուրքական ապրանքները էժան գյուղմթերքը հեղեղեց Հայաստանի շուկաները, այդ ժամանակ մեծամասամբ Նիկոլ Փաշինյան ընտրած Արարատյան դաշտի ժողովուրդը նոր կհասկանա, թե ինչ աղետ է ինքը իր ձեռքով բերել իր գլխին։ Քաղաքում կարող է գոհ լինեն, որովհետև ասենք նույն լոլիկի համար եթե վճարում են 400 դրամ, թուրքական լոլիկի համար կվճարեն 150 դրամ կամ 200 դրամ եւ շատ գոհ կլինեն։ Դա վերաբերվում է նաեւ մյուս ապրանքատեսակներին, որոնք էժանով կարելի է Թուրքիայից բերել։ Եվ այդ դեպքում արդեն Հայաստանը ոչ թե կվերածվի, կդառնա, այսինքն հույս կունենա դառնալ արտադրող, արարող տնտեսություն ունեցող երկրի, այլ ինքը կդառնա մի տարածք, սպասարկող տարածք, որը սպասարկում է ինչ-ինչ պետությունների, այսինքն հյուրանոցներ, ռեստորաններ, սպասարկող բանանային տիպի տնտեսությամբ մի երկիր, որը ասենք նույնիսկ եթե 1 միլիոն բնակչություն ունենա, իրեն բոլորովին բավարար է այդ սպասարկող անձնակազմին ապահովելու համար։ Իսկ մնացածը արդեն պետք է բռնեն գաղթի ճանապարհը իրենց կենսագործունեությունը այլ երկրներում իրականացնելու համար։ Այսինքն Պուտին Փաշինյան հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ եւ դրան հետեւած իրադարձություններն ու հայտարարությունները մեզ հուշում են, որ շատ հնարավոր է, որ առաջիկայում մենք ունենանք տնտեսական կոլապս, եթե ոչ տնտեսական կոլապս, ապա լրջագույն դժվարություններ տնտեսության մեջ, բյուջեի կատարման մեջ եւ մնացած բոլոր ուղղություններով ու այդ դեպքում ժողովուրդը թող այն ժողովուրդը, որը գնացել ընտրել է Նիկոլ Փաշինյան, չմեղադրի որևէ մեկին, բացի նույնիսկ Նիկոլ Փաշինյանին դուք մի մեղադրեք ինքներդ ձեզ, որովհետեւ չգիտեմ, ինչ դրդապատճառներով գնացել ընտրել եք Փաշինյան Նիկոլին։ Հիմա ԿՊ վարչության նիստ է ընթանում եւ ԿՊ-ականները հերթով գալիս էին էկոնոմիկայի նախարար Պապոյանի հայտարարությունը, որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ եւ երկիր մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով, որովհետեւ ուզում ենք, որ ԵԱՏՄ լինի աշխատի գործի, ոչ թե օրինակ հապկի նման լինի։ Այն ապրանքը, որը ԱՄԷ-ում եւ Շուկայում Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանում։ Խնդրեմ, ես մեկնաբանեք սրա ասածը։ Պապոյան Գևորգը շատ անլուրջ հայտարարություններով հանդես եկող պաշտոնյա է ու նա հաստատ այն պաշտոնյան չէ, որը կարող է գնահատական տալ ԵԱՏՄ-ի լավ կամ վատ աշխատելու հետ կապված։ Յուրաքանչյուր խոշոր գլոբալ տնտեսական միավորում դա առաջերտին քաղաքականություն է։ Մենք պետք է խոսենք այստեղ քաղաքական բաղադրիչի մասին, ոչ թե ասենք տնտեսական կամ ինչ որ սանիտարահիգենիկ կարգավորումների մասին, այլ ասենք մի 3 արկղ հյութ արտահանել եք Չինաստան կամ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հիմա փորձում եք արդարանալ այդ հյութը ինչպես չէր կարող արտահանվել Ռուսաստան, այն ինչի համապատասխանում։ Սրանք փորձում են ժողովրդին գլուխը հարտուկել այն առումով, որ տեսեք Ռուսաստանը մեր նկատմամբ խտրական վերաբերմունք է ցույց տալիս։ Ախր իրենք Ռուսաստան դա չի էլ թաքցնում, որ այս ամեն ինչի հետևում կա քաղաքականություն։ ԵԱՏՄ Եվրամիության տնտեսական կարգավորումների հետևում նորից քաղաքականություն է։ Այսինքն տնտեսությունն ու քաղաքականությունը իրարից բաժանել հնարավոր չէ։ Քաղաքականության հետևանք է, որ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է անհամեմատ էժան գներով, քան շուկայում վաճառվում է։ Դա քաղաքականության հետևանք է։ Եթե Հայաստանում էժան գազ կա, դա քաղաքականության հետևանք է։ Եթե հայկական արտադրանքները, հայկական գյուղմթերքը, արդյունաբերական արտադրանքները Ռուսաստան չեն թույլ տալիս արտահանել, դա քաղաքականության հետևանք է, հարգելի ժողովուրդ։ Դա որևէ կապ չունի տնտեսության հետ։ Կարող են խնդիրներ իհարկե լինել, ասենք որակի հետ կապված, կարգավորումների հետ կապված, բայց դա երկրորդականը եւ լուծվող խնդիր է։ Այ քաղաքականությունը շատ ավելի լուրջ խնդիր է։ Եվ բոլորը պետք է հասկանաք, որ քաղաքական Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով է, որ Հայաստանի գյուղատնտեսները,
գյուղմթերք արտադրողները, արդյունաբերողները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ եւ առաջիկայում հնարավոր է որ ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեն, չի բացառվում որ Գևորգ Պապոյանների, Նիկոլ Փաշինյանների նման չինովնիկների կողմից վարվող քաղաքականությունը հանգեցնելու է ավելի դաժան հետևանքների։ Շատ հնարավոր է որ հունվարից փոխվի նաև գազի գինը Հայաստան մտնող։ Այդ դեպքում արդեն կոլապսը կլինի խորը եւ համապարփակ։ Եվ եթե մտածում եք որ Ադրբեջանը կգա ձեզ էժան գազ կտա, խորապես հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը Իրանը լինի, Ադրբեջանը լինի, ձեզ էժան գազ չի տալու է շուկայական գներով առաջինը, երկրորդ մենք տեսանք թե ինչ է կատարվում այն տարածքների այն պետության հետ, որը ընկնում է Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ։ Խոսքը վերաբերում է Արցախին, երբ Արցախի գազատարի վրա վերահսկողություն հաստատեց Ադրբեջանը, երբ փականը իր ձեռքում էր, նա սկսեց ինչ անել, այդ փականով խաղալ քաղաքականություն։ Նույնը էլեկտրաէներգիային հետ էր կապված եւ արդյունքում մենք ունեցանք ցեղասպանություն, հայաթափված Արցախ։ Այսինքն էներգետիկ կախվածություն Ադրբեջանից այն էլ այն չափով, ինչ չափով, ասենք, մենք ունենք Ռուսաստանից, որովհետեւ եթե Ռուսաստանը սահմանափակումներ դրեց գազի վաճառքի հետ կապված կամ ասենք գազի գինը դարձրեց շուկայական, ապա ամբողջ ծավալը Նիկոլ Փաշինյանը հույս ունի վերցնել իր սիրելի կիրթ ու կառուցողական Ալիևից։ Այդ դեպքում մենք հայտնվելու ենք Արցախի վիճակում, երբ Ադրբեջանը երբ ուզի կփակի այդ գազի փականը, երբ ուզի կբացի, ամեն բացելու դիմաց մի տարածք կտակ եւ այլն, արդեն շարունակությունը գիտեք Արցախի հետ կապված։ Եթե մտածում եք, որ դա նման բան չի կարող լինել, նայեք Արցախին, այն ժամանակ էլ շատ-շատ էր, նույնիսկ Ստեփանակերտում ապրող էլիտայի ներկայացուցիչները մտածում էին, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ իրենք լքեն Արցախը եւ ամեն ինչ կորցնեն։ Եղավ։ Գանք մյուս հարցերին։ Երեք Աննա Հակոբյանը տեսանյութ էր տարածել, որտեղ խոսում է այն մասին, թե իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, որովհետև ինքը խոսում է ընտանեկան բռնությունից։ Դատախազությունը անմիջապես ընթացք տվեց, եւ ինչն է հատկանշական։ Երբ մեր աչքի առաջ տեսնում էինք, թե ինչպես են եռաբլուրից սևազգեստ մայրերին ուղակի քարշ տալով հեռացնում մայրեր, որոնք ուղակի պահանջում են, որպեսզի այս իշխանության ներկայացուցիչներն իդեմս Նիկոլ Փաշինյանի չմոտենան իրենց զավակների գերեզմանին։ Երբ մենք տեսանք նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը բղավում անվանի մանկաբարձի վրա, եւ դրան հաջորդեց նաեւ հետագայում Արփենիկ Սողոյանի աշխատանքից ազատումը։ Մենք տեսանք, թե ինչպես են այսօր մինչև Արեգնազ Մանուկյանը քաղ բանտարկյալ եղել է օրինակ Լիդիան սրբազան շարժումից եւ հիմա Արեգնազ Մանուկյանը ըստ էության խոշտանգվում է զրկված լինելով իր անչափահաս երեխային եւ մեծահասակ մորը տեսնելու հնարավորությունից։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Ես չգիտեմ այս ամառվա շոկին ինչու է ակտիվացել Աննա Հակոբյանը բռնության թեմայով, միգուցե լուրջ պատճառներ ունի, եթե ինքը ասում է, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, բացառված չէ բոլոր երկրներում էլ կան ընտանեկան բռնության դրսևորումներ, ապա ինչու 8 տարի առաջ չէր մտածում եւ հիմա է հանկարծակի սկսել մտածել, դա հարցեր է, որի պատասխանները չկա։ Երկրորդ դատախազության այդ գործ հարուցելու հետ կապված, ես ուզում եմ դատախազությանը հարցնել, եթե նման օպերատիվությամբ, փութատանջեք, շատ ուշադիր եք նման երևույթների հետ կապված, ապա ինչ եղավ այն մարդու գործը քրեական գործ հարուցել, ինչ որ գործ անում եք, այն մարդու հետ կապված, որը հրապարակային սպառնում էր կաթողիկոսի գլուխը ջարդել։ Զբաղվում եք ֆեյքերի ֆաբրիկայի տնօրենով, որոնց ղեկավարած ֆեյքերը օր ու գիշեր մարդկանց տարատեսակ սպառնալիքներ են հնչեցնում, այդ թվում նաև ֆիզիկական բռնություն կիրառելու հետ կապված, գնդակահարելու, ամենավերջի հայհոյանքներ, արդյոք գործ չի հարուցվել հայտնաբերելու ֆեյքերի ֆաբրիկայի ըստ օդում կախված լուրերի, որոնք կապ ունեն, ասենք, ինչ-ինչ մարդկանց հետ, որոնց, ասենք, դուք երևի չեք ուզենա այդ ամեն ինչում տեսնել, չէ որ այդ ֆեյքերը օրինակ միջազգային ատելություն են սերմանում, ներհասարակական ատելություն են սերմանում եւ այլն, սա այս մասով։
ճիշտ նկատեցիք, որ երբ որ Աննա Հակոբյանը օրինակ երբ սկսեց ինքը խոսել ընտանեկան բռնության մասին, կնոջ իրավունքների, այդ սրտաճմլիկ հայտարարություններ են հնչում կնոջը պաշտպանելու եւ այլնի մասին, ես միանգամից հիշեցի կին քաղբանտարկյալներին, որոնք ճաղերի ետևում հայտնվել են իր ամուսնու կողմից ղեկավարվող ռեժիմի գործողությունների արդյունքում եւ իմ կարծիքով շինծու քրեական գործերի հետևանքով արդյոք Աննա Հակոբյանը չի մտածում օրինակ որ Արեգնազ Մանուկյանը Ապոլինի շինծու գործով կալանավորված լինելով խիստ ռեժիմով կալանքի տակ է եւ նրան արգելում են ուշադիր անգամ հեռախոսով զրուցել իր 86-ամյա հիվանդ մոր եւ 13-ամյա աղջկա հետ արդյոք սա բռնության դրսևորում չէ խոշտանգման դրսևորում չէ թեկուզ հոգեբանական Արեգնազ Մանուկյանի նրա 13-ամյա աղջկա եւ 85-ամյա մոր նկատմամբ այ Աննա Հակոբյանը նման բաների մասին օրինակ մտածում է թե չի մտածում է որ ասենք նույն լավ հիշեցիք Եռաբլուրում ասենք ոստիկանների կողմից զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ այն վայրագությունները որոնք իրենց թույլ տվեցին այդ ոստիկանի հագուստով ինչ որ մարդիկ այդ նման հարցերի թող անդրադառնա Աննա Հակոբյանը, որպեսզի վստահություն ներշնչի, որ ինքը անկեղծորեն անշահախնդիր մտահոգված է հայ կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությամբ։ Միգուցե կան, էլի եմ ասում, ինչ որ դրսևորումներ կան, բացառված չէ, բայց նման դրսևորումներ կան Վրաստանում, Ռուսաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, չգիտեմ, Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Այսինքն դա այն թեման չի, որը պետք է դառնա հանրային օրակարգի կարևոր թեմաներից մեկը լրատվամիջոցները քննարկեն, հանրությունը քննարկի։ Սա 10-րդական թեմա է։ Պետք է լուծել այդ խնդիրը։ Այդ դատարանն է ձերը, դատախազությունն է ձերը, ամեն ինչ պետական ապարատը ձերն է, դուք եք որոշումները կայացնում, չէ՞, քո ամուսինը կամ չգիտեմ, հիմա ամուսին կարանք ասենք, չեն կարող ասեմ, մի խոսքով հասկացակում մասին է խոսքը SMS-ով ազատում է ԲԴԽ նախագահին, բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը անկախ մարմին է եւ քո ամուսինը իրավունք չուներ նման բան անելու։ Այս հետո ֆրացրին թե իբր ինքը առաջարկել է նայել համան նույնիսկ ես կարծում եմ որ առաջարկելու իրավունք էլ չուներ նա որովհետեւ դա անկախ մարմին է ինչից ելնելով է ինքը նման բան արել քո ամուսինն է չէ դատավորներին ասել վնգստացող որոշ դատավորների քո ամուսինն է չէ ասել որ Հայաստանում կա դատավոր որը չկատարի Նիկոլ Փաշինյան վարչապետի հանձնարարականները ինքն է ասել այսինքն ինչպես կասել դասականը մուջնել է ձեր ձեռքը, մեղնել է ձեր ձեռքը։ Եթե դուք որևէ բան չեք անում, հետո քո ամուսինն է, չէ՞ որ ասում է որ դատական համակարգը կոռումպացված է, դատավորները էս են, դատավորները այն են, բայց դուք ինչով եք զբաղված եղել։ Այսօր, ասենք, եթե այդ նույն առանձնատանը ինչ է ամառանոցում եք ապրում, մի հատ հարցրա էլի, ասեք դուք ինչով եք զբաղվել 8 տարվա ընթացքում, որ չեք լուծել օրինակ ընտանեկան բռնության հարցը Հայաստանում, քայլեր չեք արել, չէ՞ դու ես ասում որ լուրջ վիճակ է։ Որովհետև այդ ընթացքում իր ամուսինը աչուզա սպառնալիքներ են հնչեցնում, մենք հիշում ենք նաև մետրոյում կնոջ դա էլ, ասենք, կարող ես ասենք Նիկոլ Փաշինյանին, ասենք փիպերտ ուտելու այդ ժամանակ հարցնել օրինակ ասենք ինչքանով է ճիշտ մետրոյում փոքր երեխայի ներկայությամբ հարցակվել մոր վրա է սկսել հատատանել տար։ Դա բռնության ձև է կանանց նկատմամբ հրապարակային։ Արդյոք քո ամուսինը վարքագծային լինելով երկրի ղեկավար, ցավոք սրտի ինձ համար օրինակ, լինելով երկրի ղեկավար, այդ վարքագծով կնոջ նկատմամբ նման վերաբերմունքով նա չի թելադրում վարքագծային մոդել մյուս քաղաքացիների համար, ովքեր տենում են, որ հրապարակային կարելի է կնոջ նկատմամբ նման վարքագիծ դրսևորել, ինքն էլ գնում ատուն իր կնոջ, իր քրոջ, իր մոր, իր չգիտեմ ինչի նկատմամբ նման եւ ավել վարքագիծ է դրսևորում։ Այդ նման բաներից ինձ թվում է կարելի է խոսել, էլի, ասենք այդ կրթվելը նորաձևը թարգել եք, հռետորական հարց տամ։ Դա էլ կարելի է վերականգնել, էլի։
Եվ այդ շրջանակներում դաստիարակել են մարդկանց, կրթել են մարդկանց, որոնք, ասենք, մետրոներում, հրապարակային վայրերում հարձակվում են կանանց վրա, հատաթաներ տալիս, գոռգոռում եւ այլն։ Ինձ թվում է այդ մոտեցումը ավելի ճիշտ կլինի։ Այսինքն էլի վերադառնալով այս իշխանությունների գործողություններին ու ամբողջ տրամաբանությանը, սրանք բացառապես առաջնորդվում են իրենց իշխանությունը պահելու տրամաբանությամբ եւ դրա հետ կապված իրենք պատրաստ են սպասարկել յուրաքանչյուր շահ, յուրաքանչյուր քայլ եւ հաշվի չառնել թե դա ինչքանով է հակասում Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերին։ Այս առումով երևի այսքանը ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք մանկասակ երեխա, այսինքն կրսկեր երեխա էր, օրինակ հիմա էլ են ասում քպական կանայք ու ֆեյքերը, օրինակ Աննա Հակոբյան, այստեղ լավ հիշեցրեցիք, մի հատ խորհուրդ էլ տամ, ես ուզում եմ աջակցեմ էլի Աննա Հակոբյանի բռնության դեմ պայքարին, որ կասեցնենք էլի, օրինակ այդ ֆեյքերի ֆաբրիկայի դիրեկտորին, կարող է ճանաչեք էլի, ես չգիտեմ, մի հատ հարցրեք էլի, այդ հանձնարարականներ, որ տալիս եք, օրինակ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, իր մոր, երեխայի նկատմամբ, այն ֆեյքերի կեղտոտ բառապաշարը, որ կիրառվում է, թե լավ են արել, պետքա կանգնեցնեն պատի տակ, էս անեն, այն անեն, այ ինչքանով ասենք մտնում կնոջը հարգելու, կնոջ իրավունքները հարգելու տրամաբանության մեջ։ Ինձ թվում է պետք է տիկին Աննա Հակոբյան սկսեք դրանից, պետք է հանրային դաշտում ստերիլիզացնենք բռնության կոչեր հնչեցնողներին, այլասերվածություն, չգիտեմ, ատելություն, այդ ամեն ինչը գեներացնողներին հանրային դաշտից պետք է ստերիլիզացնենք, նաև այն մարդկանց հետ պետք է էլի կրկնեմ աշխատանք տանել, որոնք հարձակվում են կանանց վրա, գոռգոռում են, չգիտեմ, հոգեբանական ճնշում են գործադրում, հոգեբանական խոշտանգում են անում կանանց նկատմամբ, այդ մարդկանց հետ պետք է աշխատանքներ տարվի եւ բացատրվի, որ պետք չի նման վարքագիծ, ինչքան էլ անհավասարակշիռ լինեք, ինչքան էլ ասենք խնդիրներ ունենաք, հրապարակային դաշտում առավելևս եթե պաշտոն ունեք, բարձր պաշտոն ունեք, նման բաներ պետք չի անել, էլի։ Մի բան եմ ուզում, եթե այս թեման ավարտեցիք, մի բան, ուրեմն ԿՊ գրասենյակում էր կարգալույծ Արամայից Թահմազյանը, Տեր-Թադեի մասին է խոսքը նախկինում։ Նա խուսափեց պատասխանել, թե ինչու է եկել ԿՊ, թույլ տվեք չպատասխանել։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին։ Ինքն է ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը։ Թահմազյանն ասաց այդ օրը պարզ կլինի։ Կարող եք հարցն ուղղել ազգային ժողովին, ես չեմ պատասխանում։ Խնդրեմ ես խայտարակությունը մեկնաբանել։ Նիկոլ Փաշինյան, հիմա հարգելի Մարիամ, գիտեք ինչպես է, եթե մենք փորձենք բոլոր խայտարակությունները ԿՊ-ի կողմից ԿՊ-ականների նրանց դրդմամբ կատարված խայտարակությունների մասին խոսալ, ուրեմն մենք այս եթերը չպետք է անջատենք, 24 ժամ պետք է խոսենք այդ մասին, ակնհայտ է, որ սրանք ոչ հայ առաքելական եկեղեցու հետ կապ ունեն, ոչ ուզում են կապ ունենալ, իրենց գերագույն նպատակը հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, հիմա կաթողիկոսին չեն բերելու, իրենց կարկալույց երևույթներին են բերելու, այնտեղ ելույթ ունենալու, հայտարարություններ անելու, ինձ թվում է այդ ժամանակ, օրինակ ընդդիմությունը ունի բան անելու, իրենք ուղղակի պետք է, եթե գնան այդ նիստին, պետք է վերկենան, դուրս գան, բոյկոտ արտահայտեն, ինչ-որ մի ձևի ցույց տան, որ համաձայն չեն այս քաղաքականության հետ։ Այդ խայտարակությունները հասկանում եք, օրինակ ասենք նույն այդ Կոնջորյանի դեպքը եղբոր հետ կապված, հասկանում եք, սա խայտարակությունների մի շքերթ է, ԿՊ-ի իշխանությունը դա խայտարակությունների շքերթ է։ Ուրեմն հրապարակային հայոյանքը հնչել, տեսանյութերն եկան, գիտեք, ոչ միայն հրապարակային հայոյանք է հնչել, այդ հայոյանքը հնչել է պարեկային ուղեկալի ուղեկցությամբ։ Այսինքն վիդեոն տեսել եք, չէ՞, ինքը հայոյելով գալիս է մեքենայով, պարեկն էլ հետևից շատ սահուն ապահովում է
այդ մարդու հայոյելու իրավունքը, այսինքն այդ մարդը ամենավերջին հայոյանքներն է հնչեցնում իր վաղեմի, ինչքան հասկացա, ընկերոջ, ընտանիքի, մորը, չգիտեմ, կնոջը եւ այլն, այդ բարեկը ապահովում է, որ հայոյանքը անխափան տեղ հասնի։ Հարգելի Մարիամ, սա էլի եմ խայտարակությունների շքերթ է, սրանց հետ կապված որևէ դեպք չկա, որ տիեզերական խայտարակություն չլինի։ Ու պատկերացնում եք, սա վերաբերում է այն Կոնջորյաններն են, էլի, ասենք երկրորդ էշելոնի, որ ասենք կնոջը տեղավորել էր այդ ասենց պատոսախառը, հայ փոստի տնօրենն է կարծեմ, որ հսկական աշխատավարձ է, դա դզվել են, էլի, հարգելի ժողովուրդ, մինչև դուք մտածում եք, թե լոլիկը ինչպես եք հասցնելու Ռուսաստան կամ Չինաստան, բայց այդ ընթացքում ասենք մի քանի տոննա փտում է այդ ցողերի վրա, Հայկ Կոնջորյանի կինը կարծեմ միլիոնավոր դրամների հասնող ամսական աշխատավարձ է ստանում։ Այդ Կոնջորյանի եղբայրը, որը բարեկի ուղեկցությամբ երևի համարձակությունը այդքան է ներել, էլի բարեկներին ասել եմ, «Մի ուղեկցեք, որ բան անեմ, էլի, հայոյեմ, թե չէ այլ բարակայում, ասենք, դուխս հերի, իրենց բառապաշարով խոսեմ, դուխս հերիք չի անի, ուղեկցեք, մի հատ հայոյեմ»։ Այդ մարդը ներգրաված եղել, ես հետքի հոդվածն եմ կարդացել, ինչ որ շինարարական ընկերության տնօրեն է եղել, նրան մեղադրում են, որ նա ավել գնով տներ է ծախել կամ այդ վաճառածից մի մասը կրպանել է, մի խոսքով ինչ որ մութ անհասկանալի պատմություններ, հետո ասում են այնտեղից, ես հետքի հոդվածի վրա հիմնվելով եմ խոսում, կարող է մի բառ էսկոմ, մի բառ ենկոմ լինի, բայց ասենք այդ ասում են այդտեղ ինչ որ էժան գներով տներ են ձեռք բերել եւ այլն, այսինքն մի խայտարակ պատմություն է սա ամեն ինչի մեջ, ու այս մարդիկ խոսում են արդարությունից, ժողովրդի իշխանությունից, դուք պատկերացնում եք, սա ելի եմ կրկնում, երկրորդ էշելոնում հանգրվանած Կոնջորյան Հայկի հետ կապված, նրա ընտանիքի հետ կապված դրսևորումներ են, թե պատկերացրեք մի քիչ բարձրանալ, ինչ տեղի կունենա, հա, բա ինչ պետք է լինի, այսինքն ՔՊԱ-ականների համար ինչ պետք է լինի փողից բացի, ես չգիտեմ, այսինքն այդ մարդիկ, ովքեր խոսում են ապօրինի հարստացման մասին, մենք կտեսնենք իշխանությունը կորցնելուց հետո, թե ինչ հարստացման մասին խոսք կլինի այս իշխանությունների հետ կապված։ Ես կարծում եմ, որ նախկիններին վերագրվող ինչ-ինչ գործողություններ ուղղակի փոքր չարաճճիություն կթվա ՔՊԱ-ականների գործողությունների հետ կապված։ Ես կրկնում եմ, սա երկրորդ էշելոնի Կոնջորյան Հայկի գործողություններն են։ Նրա հետ կապված ինչ որ բաներ են։ Բա պատկերացրեք ընդ Ալեն Սիմոնյան, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան եւ այլն, այդտեղ որ փորեն ինչ դուրս կգա։ Երեք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հազանգում էր, որ իր այն տեղեկությունները եկել 19-ամյա զինծառայողի են դաժանաբար ծեծի ենթարկել բանակում եւ վերջինս տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Ես կխնդրեմ այս բանակում տիրող բարքերին անդրադառնաք։ Անցած շաբաթ էլ մենք հերթական մահի արձանագրմանը ականատեսը եղանք բանակում, ինքնասպանության էին դրդել զինվորին։ Խնդրեմ, խոսում են խաղաղությունից, գլուխ գովում, որ 2 տարի եւ ավել սահմանին կրակոցներ չկան, բայց բանակի ներսում մահերը որ շարունակվում են։ Ժաննա Ալեքսանյանի հետ դեպքի հետ կապված ես կարդացի, որ Պաշտպանության նախարարությունը ինչ որ հերկման նման բան է տարածել, նշելով, որ այդ երեխան հայտնվել է հոսպիտալում, բայց պատճառները բոլորովին այլ բան են քանձեցը, ես չգիտեմ, իմ վրա պարտավորություն չեմ վերցնելու պնդելու, թե որ կողմն է ճիշտ ասում, ես բնային վերապահորեն եմ մոտենում, չեմ հավատում իրենց ասածներին շատ դեպքերում, սա այդ դեպքն է թե չէ, առաջիկայում կերևա, իսկ ինչ վերաբերում է բանակի հետ կապված, ինչպես բոլոր տեղերում, այդպես էլ նաև բանակում մի վիճակ է, որը արտահայտում է ՔՊԱ-ական իշխանության ամբողջ ողբերգությունը։ Իրենք եթե չեն կարող մի անգամ մի հատ գյուղ, մի հատ քաղաք կառավարեն, էլ ինչ բանակ կառավարելու մասին է, արդյունավետ կառավարելու մասին է, իրենք կարող են մենակ շոու անեն կլուբնիկ ուտելու հետ կապված, եւ որից հետո ասենք 5000 հոգի, մոտ 5000 երեխա հանգրվանի Եռաբլուրում կամ այլ
գերեզմանատներում։ Իրենք այդ մակարդակի երևույթներ են։ Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն կարողանում միլիոնանոց Երևան կառավարեն, ամբողջ լոգիստիկա առումով, բոլոր առումներով գրեթե կոլապսի են ենթարկել Երևանը։ Հիմա ակնկալել, որ Պապիկյան Սուրենը կարող է բանակ ղեկավարել, դա ասենք, չգիտեմ, խելագարության կանխավարկած կլինի։ Ակնհայտ է, որ այդ մարդը այդտեղ նշանակվել է ոչ թե բանակը զարգացնելու, բանակում նորմալ բարքեր խրախուսելու համար, այլ այնտեղ նշանակվել է նրա համար, ինչի համար հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում բանակում։ Ես նիկոլական չինովնիկներին չեմ կարող լուրջ վերաբերվել, որովհետև իմ մոտ տպավորություն է, որ հատուկ ցուցակով, ես այդպիսի տպավորություն ունեմ, ինչ որ մեկը նրանց հատուկ ցուցակ է տվել, ասենք եթե ուզում ես այս ոլորտները կործանել, այս ցուցակի մարդկանց ամեն մեկի մի պաշտոն տալիս ես ու իրենք ոչ թե միտումնավոր, այլ իրենց անկարողության, իրենց ուղեղի սահմանափակ աշխատանքի հետևանքով ուղղակի բերում են այդ կոլապսին։ Այսինքն պետք չի ինչ-որ առանձնահատուկ բան անել։ Ուղղակի իրենք կարող են անել այնքան, որքան անում են, ինչը մենք տեսնում ենք։ Եվ դա բերում է կոլապսի բոլոր ոլորտներում։ Եթե ուշադիր լինեք, հələ մի հատ ուշադիր նայեք, քաղաքապետերի, նախարարների հետ կապված բոլոր հələ այն կարևոր ոլորտները մի հատ նայեք, կտեսնեք, որ ինչ-որ հատուկ ցուցակով մարդիկ, ովքեր իրենց կյանքում որևէ բան իրենից չեն ներկայացրել ու հանկարծ վստահվում է մի շատ կարևոր ոլորտի ղեկավարում։ Տարիներով մարդիկ սովորում են, պրակտիկա են անցնում, աշխատում են, հետո ասենք 50+ տարիքում ինչ որ պաշտոն են տալիս կարևոր ոլորտ ղեկավարելու, որ այդ մարդը կարողանա ընթացը 4-ից տարբերի։ Իսկ սրանք, ասենք, կենսագրությունները կարդում ես, ասենք ավարտել է դպրոց, որոշ դեպքերում համալսարան չի ավարտել, մինչև 18 տարեկանը ոչ մի բան չի եղել այդ մարդը, էլի, ասենք, կարող է փաբում պարտքով պիվա է խմել, էլի։ Ու հետո ասենք ինչ-որ մարզպետ, պատգամավոր, նախարար, ասենք այդ մարդը տեղ ինչ է անելու, բնական է քանդելու է, ուրիշ բան չունի անելու, էլի։ Ասենք չէր կարա անի։ Մարդ, որը ասենք ես օրինակ դեպք գիտեի, որ իմ մարզպետ նշանակեցին, այդ մարդը ասենք ծնվել է, դպրոցը ավարտել է, նախիրի հետ կապված ինչ որ գործեր ա ունեցել, հետո էտել ա վարի տվել ու նշանակվում է մարզպետ։ Ակնհայտ է, որ այդ մարդը, այսինքն այդ մարզպետարանը պետքա վարի տա։ Հիմա նույնը վերաբերվում է բոլոր կարևոր ոլորտներին, իմ կարծիքով, եւ սրա միակ լուծումը կադրային փոփոխության կադրային ֆունդամենտալ փոփոխություններն են, ճիշտ որոշումները, որոնք այս իշխանության պարագայում իհարկե ռոմանտիկ բան է նման բան ակնկալելը, որ սրանք Նիկոլ Փաշինյանը կգնա այդ փոփոխություններին, հետեւաբար եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ պետություն, զարգացող տնտեսություն, չլինել աշխարհակաղակական խուրդա եվրաչինովնիկների, ֆոնդեր լայնների ու կալասների ձեռքում, օր առաջ պետք է հասնել իշխանափոխության։ Գիտեք, երկու տարբերակ կա, մեկը կարող է այնպիսի չկառավարվող իրավիճակ լինես տնտեսական խնդիրների հետ կապված, որը ոչ մի պարագայում ձեռնտու չի, ոչ այս կողմին, ոչ այն կողմին։ Մյուսը ինձ թվում է ամենառացիոնալ տարբերակն է, որին չի համաձայնի Նիկոլ Փաշինյանը, ուղղակի համաձայնվի իշխանության խաղաղ փոխանցում նոր ընտրությունների միջոցով կամ մեկ այլ տարբերակով, որ ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն արտահայտում, լեգիտիմ չեն արտահայտում հանրության տրամադրությունները, Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է, խոսում էինք Պուտին-Փաշինյան հանդիպման մասին, չգիտեմ, նշեցի թե չէ, բայց առաջի աչքի զարնող հանգամանքն այն է, որ նրան նույնիսկ այս դեպքում չշնորհավորեց Վլադիմիր Պուտինը, առաջի հեռախոսազրույցն էր, այսինքն քո ռազմավարական դաշնակիցը քեզ ճանաչում է որպես դե ֆակտո ղեկավար այս տարածքների նկատմամբ։ Իսկ դա չի կարող չունենալ քաղաքական եւ տնտեսական հետևանքներ։ Ճիշտ
տարբերակը, եթե մտածում են Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, ուղղակի պետք է կազմակերպել նորմալ ընտրություններ, որը կասկածի տակ չդրվի որևէ մեկի կողմից, ընդդիմության, դիտորդների կամ արտաքին խաղացողների կողմից եւ տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Մնացած բոլոր դեպքերը կարծում եմ չի բխում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից։ Շնորհակալ եմ։